Ինչ տպավորություններ ունենք։ Ֆանտաստիկ դրական էներգետիկայով ենք ամփոփում այսօր քարոզարշավը եւ առհասարակ այն ընդունելությունը, որին մեզ արժանացրեցին երևանցիները, աննկարագրելի էր։ Այսքան դրական լիցքեր շատ վաղուց ես վստահ եմ մենք չէինք ստացել, որքան այս քարոզարշավի ընթացքում մեզ տվեցին մարդիկ եւ այդ լիցքերով այսօր կամփոփենք մեր քարոզարշավը։ Որն է այդ դրական ֆանտաստիկ էներգիան լիցքերը, որ ասում եք ձեր ընդդիմադիրները ոչ մրցակցային, ոչ հավասար պայմաններում են գտնվում։ Դե գիտեք, այլ երկրների ներկայացուցիչները եւ այլ երկրների հատուկ ծառայությունների հրահանգների ներքո աշխատող մարդիկ, ովքեր որ մեր ընդդիմադիրներն են ցավոք սրտի այսօր, իրենք կարող են իրենց գնահատականները տալ քաղաքական այս process-ների վերաբերյալ, բայց կարծում եմ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հունիսի 7-ին ամեն ինչ իր տեղը կդնի։ Պարոն Ավինյան, Մասիսում ԿՊԱ-ականները ծեծի են ենթարկում ուժեղ Հայաստանին, Արթիկում ծեծի են ենթարկում Հայաստան դաշինքի անդամներին։ Այսօր հրապարակվեց տեսանյութ, թե ինչպես են ԿՊ աջակիցը մեքենան վարում ընդդիմադիր համակիրների ուղղությամբ մարդիկ վնասվածքներով տեղափոխվում են հիվանդանոց։ Սա է դեմոկրատիան։ Ձեր հարցի մեջ արդեն մեծ չափականակ սուտ էր պարունակում եւ ձեր հարցը սուտ է պարունակում, որովհետեւ ձեր վերջին նկարագրած միջադեպը քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ որևէ կապ չունի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պաշտոնապես, եթե չեմ սխալվում, որքանով որ հասցրել եմ հետեւել, արձագանքել է ձեր մատնանշած միջադեպին, ասելով, որ այդ մարդը մեր հետ որևէ կապ չունի եւ անկեղծ եմ ասում, չգիտեմ միջադեպի մանրամասները, ես կարդացել եմ այն հաղորդագրությունը, որ տվել է մեր կուսակցության ներկայացուցիչը։ Գիտեք, ես հետեւյալը կարող եմ ասել, վստահորեն անախորժ միջադեպեր կարող են լինել քարոզարշավի ժամանակ, բայց ընդհանուր առմամբ իմ գնահատականն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել Այսինքն այստեղ որևէ մեկը չի կարող բողոքել, որ ինքը հնարավորություն չի ունեցել խոսել ամեն ինչի մասին։ Մենք խոսել ենք, մեր ծրեք կներեք, դա այդպես չի։ Մեր ընդդիմադիր այդ լրտեսական ցանցի կուսակցությունների այդ խմբակի մարդիկ այնքան հիմարություններ են խոսել, այնքան տականք բովանդակություն են բերել այս քարոզարշավի ընթացքում, իրականում թող գոհ եւ շնորհակալ լինեն, որ իր սկապկանից չեն ծեծվել, թող շնորհակալ լինեն։ Ուժեղ Հայաստանից այսինքն սա է ժողովրդավարությունը դեմոկրատիան, պարոն Ավինյան։ Լավ ձեզ հաջողություն, ողջույն, քեզ շատ